Էս ինչա ժողովուրդ էս հոտը սենց սպանում։ Հա? 30 տարի է ջուր չկա, երկու կողմի կանալիզացիա գալի լցնում է, համակինացել են, yəni Կոյուղին քասած տեղա լցվում։ եկել են մաքրել են հեսա։ Էսի մաքրել չէ, էսի ավիրել է։ Խորա ընդես դեմից բացվում, yəni այս ջուրը պետք է թա։ 5 մետրանոց տրոբ է, մտցնեմ պետք է, այդ էս ֆոնն է։ Առանց կողերը սեկա, ոչինչ չկա, սեկա չկա։ Իսկ սա սովետական տարիներին եղել է։ Հա, եղել է, գաղում է։ Բայց սենց չի եղել, էլի։ Սենց չի եղել, կանալը էլի, դետա դարձել է, քշվել է, գնացել է։ Հիմա էս էլ է, չէ՞ էդի։ Հա, էսի անն է, էսի էլ է մի փողոցին։ Սենց ժողովուրդ էսի գրիբայդև, բայց վարչականով ում է պատկանում, միացրել են վաղարշապատին։ Թե արաքս համանքին։ Իսկ մարզպետարան, համայնքապետարան բան դիմել եք ժողովուրդ։ Էսի մաքրելը հաշվա, կեղտը հանելը ցենդ է։ Էսի պետք է հատուկ մեքենաներով տեղափոխեին։ Բայց հիմա սրա հերոսը ով է, սրա հերոսը, որը սենց գալի լցվում է, էլի։ Բայց նաև կոյուղի է միացված։ Հա, իհարկե, բայց կոյուղին ո՞րդ է միացնում։ Հենա նայտես ջուրը է գնում, հա, չէ։ 5 մետր կա խորություն, ասեն, երեխեն, փոքր երեխեն, որ ոտը դնից է, Էստե գոնե բան դնեն, երկաթներ դնեն, ճաղավանդակներ։ Գոնե ոտը շրջում, բայց զաբորը լի, գոնե փակացան լի։ Դեսին 5 մետր խորության վրա երեխեն ընկաղով շտեսա, 5 ռոպետո անհայտ կորում է երեխեն։ Մի խոսքով արաքս խոշոր ասված համայնքի գրիբայդով վարչական բնակավայր։ Որ փողոցներ ժողովուրդ։ Թումանյան, իսկ սրանք թե ընդհանուր Թումանյանն է։ Այսինքն նրբանց բան չկա այտենց, էլի։ Թումանյան փողոց էս ինչ նրբանց բան չկա։ Դիչոս մետր կա խորություն է, լշա։ Ընգնելու պայն եթե տեսար երեխեն, կարասանը չեն անցտոք տեսը ճարի։ Որ ասում ես ինչքան ժամանակա մարմարիկում երեխուն ման են գալիս, նույն վտանգը ստեղել կա, էլի։ Առանց սեկի թողել է գնացել։ Մի քանի տարի առաջ եղել է նման դեպք։ Հա դե եղել է, դեպք եղել է, էլի, նախադեպք կա, էլի։ Այս ժամանակ ջուրը ավելի արագ էր գնում, Ու մաքուր էր։ Մայիսի 22-ն է, Արմավիրի մարզի Արաքս խոշոր ասված համայնքի գրիբայդը վարչական բնակավայրի, որ փողոցներ ժողովուրդ։ Թումանյան փողոցում ենք։ Փողոցի, ոչ միայն փողոցի բնակիչները, այլև ամբողջ գյուղը խնդրանքով դիմում է Արմավիրի մարզպետին, ինչու՞ չէ նաև տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի այս փողոցում, մենակ այս փողոցն է սենց, թե ուրիշ փողոցներում էլ նման վիճակ կա, որպեսզի գրիբայդը գյուղի մի քանի փողոցներով, որտեղ դեռ սովետական տարիներից անցել է իրենց լեզվով ասած ջրի կանալը, սակայն հիմա տիրում է գարշահոտ վիճակ, մի քանի օր առաջ գյուղացիների ահազանգով ժամանել են, իբրև թե մաքրել են, տիղմը հանել են, լցել են կողքերը, բայց ասել են պետք է չորանա, որ հետո գանք տանենք, բայց գյուղացիներին ավելի շատ նաև մտահոգում է այն, դրա համար խնդրանքով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի այս հատվածներում, որտեղ որ կարելի ասել, որպես կամուրջ է օգտագործում, որպես կամուրջ, տեղադրվեն պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներ այն հատուկ փարոսիկներով, որ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ճանապարհներին տեղադրում է, երբ մութ ժամանակ ավտոմեքենան լույսերը տալիս է, երևում է, որ դա այդտեղ ճաղավանդակներ են դրված կամուրջը։ Նույնիսկ եղել է դեպք տարիներ առաջ, ավագ սերնդի գյուղացիները նշում են, որ տարիներ առաջ եղել է նաև ողբերգական դեպք, երբ երեխան ընկել է այս հատվածում, ջրատարի մեջ, ջուրը քշետարել է, բավական հեռավորության վրա հայտնաբերել են երեխայի մարմինը։ Դա եղել է երկար տարիներ առաջ, այնպես չմտածեն, թե նոր ինֆորմացիա է, նոր է եղել, էլի եմ ասում, մոտ 15 տարի առաջ։ Ու հիմա քանի որ մարդիկ նաև ունեն լուրջ մտահոգություն եւ արդարացի պահանջ, որ այս հատվածներում
հարգելի մարզպետ, հարգելի տարածքային կառավարման նախարար, պարտադիր պետք է տեղադրվեն պաշտպանիչ այդ երկաթե ճաղավանդակները։ Օրեր առաջ հիշում եք Կոտայքի մարզի Մարմարիկի հայտնի դեպքը, երբ 2 տարեկան Տիգրանը կորել է եւ ըստ միջև այժմ պաշտոնական վարկածներից մեկի երեխան ընկել է Մարմարիկ գետը։ Սա գետ չի, բայց ճայճա կարելի ասել, անգամ կոյուղա գծերն են միացված այստեղ, գալի թափվում է այստեղ, չի բացառում, որ մի օր էլ հերու են, որ ասում է հերու տնից տեղից երեխան կարող է անզգուշաբար ընկնի այս հատվածներից որևէ միտեղ եւ այդ ժամանակ նոր պատկան մարմինները կժամանեն դեպքի վայր, լալահառաջ խոստումներ կտան, իսկ դրանից առաջ ճիշտ կլինի, որպեսի պարտադիր գյուղի մի քանի փողոցներում, որ նման փողոցներով, խաչմերուկներով է անցնում այս ջրատարը, կանալը, տեղադրվեն պարտադիր պաշտպանիչ երկաթե, ռեշոտկաներ, ոնց որ նոր ժողովուրդը նշեց, իսկ այս հանված տիղմը, թե ես, թե գյուղացիները ուզում ենք հավատանք, որ հաստատ պատկան մարմինները կգան, կտեղափոխեն, հակառակ դեպքում օրը հետո, եթե չտեղափոխեն, գարշահոտը ապահովված է։ Այստեղ անք, թե չէ ճաղավանդակները դնեն։ Հա, այս կանի տողը է, մոստի տողը։ Մենակ էսի Միջոց չի։ Ինչ? Ճաղավանդակը միջոց չի, ստեղ դի կան դնեն նոր դնեն բետոնից։ Ճաղավանդակը դնեն, որ գիշերը գոնե մարդիկ կտենան լուսով։ Այն փարոսիկներով որ դնում են երկաթների վրա։ Տենակ չունի, ապշո տենակ։ Թե չէ երեխեքից ճաղավանդակի վրա բացանել են, ստեղի վրա Մարզպետարանն ու խոշոր ասած համայնքը կարող են ճաղավանդակները դնեն, տեղադրեն այդ պաշտպանիչ, իսկ եթե վիոլա ջուրն է, թե ջրային կոմիտեն է, թե ով է սպասարկում այս կանալները, իրանք էլ գոնե չէ, պարտադիր, ոնց որ մի քանի համայնքներում են արել, տեղադրեն ավելի մեծ տրամաչափի խողովակներ, որպեսի ջուրը այդ խողովակների մեջով հոսի, Արարատի մարզում Մասիս խոշորացված համայնքում, եթե հիշողությունից չի դավաճանում, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մի 2-3 տեղ իր միջոցներով արեց։ Այդ աշխատանքները կարելի է նաև այստեղ անել, կարելի չէ, պարտադիր պետք է այստեղ անել, որպեսի համ ջուրը դուրս չի գա, համ էլ խողովակներով, բայց բարձր տրամաչափի, խոշոր տրամաչափի խողովակներով պարտադիր ջուրը կանցնի եւ դուրս չի տա եւ ինչու՞ չէ նաեւ գարշահոտ չի տիրի։ Այդ տրուբեկ են, մեծ տրուբեկից պետք է լինի, որ այնի փոքր է։ Այդտեղից կաշխատեն այս մոստի տակ։ Էնա, այդ տրուբեն դրած է, այդ է, տենում ես, այդ տրուբեն 40 տարի դրած է այդ տրուբեն, բայց դրանից մեծը պետք է դնեն, էլ կա, մի մեծը դնում են, էլի։ Որ համ վտանգ անցնի, համ ոտ անցնի, ամեն օր։